չի հետաքրքրում անձը, այսինքն անհատականությունը, այլ ընդամենը մենք բոլորս օակների ղեկավարները, տնօրենները ընդամենը օակի տնօրեն ենք և հանդիսանում ենք մշակույթի նախարարության ենթական մեր։ Նախարարությունն է մեր ենթական։ Եվ դրանով ահավոր վիրավորանք հասցվեց այդ թվում և ինձ, որտեղ գիտեք ինչ, մենք գիտենք այս դաշտում բոլոր մեր կոլեգաների, այսպես չի կարելի վերաբերվել մշակույթի և ստեղծագործական մարդկանց։ Ինձ թվում է, որ այս բոլորը պետք է և չմոռանանք, որ այս ահավոր որոշումը համաշխարհային երաժշտական հասարակության առաջ Հայաստանի խայտարակ ամբողջ որոշում։ Ոչ օրենք, թեկուզ գործող վատ օրենքը չի խանգարում, չի արգելում, որպեսզի պարոն Օրբելյան այդ երկու պաշտոնները միավորի։ Որովհետև ես կարծում եմ, որ շատ լավ դա գիտեմ նաև մշակույթի նախարարությունը։ Գեղարվեստական ղեկավարը թատրոնի ղեկավար չի։ Այսօրվա օակների մասին օրենքը ունի մի ղեկավար, ճանաչում է մի ղեկավարի, դա տնօրենն է։ Տնօրենը իրավունք ունի նաև ստեղծագործական աշխատանքով զբաղվել։ Երկուշաբթի առնվազն նամակը պետք է տանք և առավոտյան 10-ի կողմերը կառավարություն տանենք, կարանք կառավարության դեմը հենց 10-ին բոլորը բերանք և տանք։ Առավոտյան ժամը 10-ին, երևի եթե հարմար 10-ին, կարող քննարկենք ուրիշ ժամ։ Ուշ չէ։ Ժամը 10-ից կառավարության մոտ բոլորով և երկուշաբթի։ Վերջո, եթե մեր մոտ բերում են նոր տնօրեն, թող դա տեսնենք ով ա դիմավորել։